Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը։ Բարի երեկո, պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Սուրենյանց, որ չի լինում, որ չարտանանք մի լուրով, հա, խուզարկություններ, չգիտեմ, հետապնդումներ, ձերբակալություններ, նախորդին խուզարկություն էին արել Իշխան Սաղաթելյանի բնակարանում, այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ձերբակալել են Ավետիք Չալաբյանին, հասարակական քաղաքական գործիչ Հայ-ԱՔՎ-ի ղեկավարին, հարգելի հետևորդներ, նշեմ, որ Ավետիք Չալաբյանի կինը պատմել էր, թե ինչպես են ներխուժել իրենց տուն, ասում է առավոտյան ժամը 7:10-ից 7:15-ը մեր տուն են եկել քննչականից եւ ոստիկանությունից, մոտ 7-8 մարդ, բոլորս քնած էինք, այդ թվում երեխաները, սկզբում մեր բնակարանը խուզարկել են, բայց ոչինչ չեն գտել, Ավետիքի հեռախոսներն են առգրավել, հետո ձերբակալեցին, փաստաթղթերով էին եկել, այսինքն պատրաստված էին։ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, հայտարարել է Անահիտ Ադամյանը, Ավետիք Չալաբյանի կինը, նա նշում է, որ սա տեղի ունենում, որպեսզի մոտ ժամանակները, երբ Սահմանադրական դատարանը քննի ընտրությունների հետ կապված ընդդիմադիր ուժերի ներկայացրած դիմումը, Ավետիքին այդ ընթացքում իզոլացնեն։ Այլ տեղեկություններ չունենք, սպասում ենք մեղադրանքի մասին մանրամասների։ Նշեմ նաև, որ զանգվածային լրատվամիջոցները այնուամենայնիվ տեղեկություններ են ստացել, թե ինչն է պատճառը Ավետիք Չալաբյանի ձերբակալության, նշել են, որ ձերբակալության հիմքում մի ձայնագրություն է դրված, խոսքը իհարկե ընտրակաշառքի մասին չէ, ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում է հունիսի 6-ին համացանցում հրապարակված ձայնագրությանը, որտեղ Ավետիք Չալաբյանը Ռուսաստանի Դաշնության դեսպանության ինչ-որ աշխատակցի հետ զրուցում է ընտրությունների թեմայով, դրանից անմիջապես հետո հիշում եք Դանիել Իոնիսյանը գրել էր, որ անկախ դիտորդ դաշինքը իրենց գրությամբ դիմել է քննչական կոմիտե, որպեսզի Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի մեղադրանքով հարուցված գործին կցվի այն եւ դրան տրվի քրեաիրավական գնահատական եւ հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ որ Դանիել Իոնիսյանի դիմումի համաձայն քրեական վարույթ է նախաձեռնվում ընդդիմադիրների նկատմամբ։ Հիմա ինչա 37 թիվ ենք, ինչա կատարվում, խլում են բիզնեսները, չգիտեմ, գործեր են հարուցում, փակում են եւ ինչ ամբողջ ազգին բռնելու են։ Հատկանշական է, որ հետընտրական հենց առաջի ելույթը Փաշինյանի դրա մասին է եղել։ Ազգային ժողովի այդ հիստերիան։ Չէ, հենց ասուլիս է։ Հետո նաեւ ազգային ժողովում, հետո նաեւ այլ առիթներով այս մարդը 3 բանի մասին է խոսած, 3 բանալի բառ կա՝ նստացնել, խլել, կուլակատապանել, մոմժացնել, այո, սննկացնել, այսինքն ինքը այլ բան չի անելու, պոզիտիվ ոչ մի ծրագիր չկա։ Օրինակի համար մի պարզ փաստի մասին խոսեմ։ Բոլոր երկրներում էկոնոմիկայի նախարարները հպարտանում են աշխատատեղերի բացման, փարկերի ավելացման, որտեղ իրենց գործառույթի մասը չէ դա կազմում։ Երեք էկոնոմիկայի նախարարը Հայաստանի հպարտորեն ավետիս էր տալիս բոլորից, որ Շանգրիլայի լիցենզիան չեղարկվել է։ Խաղատան, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ Ուզում եմ մեր հեռուստադիտողին ուղղակի ասեմ, որ 500 աշխատատեղի կրճատում է դա նշանակում եւ տարեկան 6 միլիարդ դրամի հարկ էր վճարվում պետությանը եւ այդ այսինքն այդքան կորուստ է պետությունը ունենալու։ Բայց առաջի անգամը չէ, մի անգամ էլ էին զրկել, հետո նորից հետո ուղղորումի արեցին։ Ես այս անգամ այն կարծեմ եւա կասեցում էր, ոչ թե զրկում էր, մի քիչ տարբեր է։ Հա, լիցենզիայի կասեցում է։ Չէ, ինչի համար եմ ասում, այս իշխանությունը պոզիտիվ բան այլևս չունի։ Աշխատելու է կուլակաթափության, մարդ նստացնելու, զանգվածային է, չէ՞, հիմա երբ որ օրը սկսվում է, մտերիմներով բոլորս մեկը մեկին զանգում ենք, տեսնենք մարդ ձերբակալվել է, թե չէ, որովհետև օր չկա լրահոսում, կամ բիզնես խլոցի է, կամ ձերբակալություն է, հիմա ես չգիտեմ Ավետիքին ինչ հոդվածով են մեղադրելու, բայց ակնհայտորեն այո, կան Դանոշչիկների ինստիտուտ, իշխանությանը կից, Դրա համար դրամաշնոր են ստանում։ Հա, որի կարկառուն ներկայացուցիչի անունը դուք նոր տվեցիք, այդ մարդը բազմաթիվ
այլանդակ հետապնդումների դες պատճառը դարձել իր հաղորդումներով այսպես կոչված, որը շատ նման է 37 թվի իրականությանը։ Մի քանի օր առաջ օգտատեր Լևոն Զարգարյանը մի շատ լավ Facebook-յան գրառում էր արել Հայաստանում հաստատվող ռեժիմի վրա, որում գիտական հիմքերով էր գրել խոսքը մրցակցային ավտորիտարիզմի մասին է։ Երբ որ արտակուս բոլոր ինստիտուտները գործում են, դատարաններ, ինչ-որ ոստիկանություն կա, ամեն ինչ կա, նույնիսկ քվեարկության օրը կարող է շատ խաղաղ հանգստանալ, բայց պետությունը նախորդիվ համակարգային քայլերով պետական ամբողջ համակարգը վերածել է հաշվի արդարի գործիքի, եւ այսինքն այդ ամեն ինչը քվեարկությունը, ընտրական process-ը շիրմա են դառնում, որտեղ ընդդիմության օրինակ կարելի է խոսել, մեկ-մեկ էլ քննադատել, բայց չի կարելի մտածել իշխանության գալու մասին։ Այսինքն բոլոր այդ իրանց լծակներով մահակ են օգտագործում, որովհետև դեմոկրատիայի հիմնական հատկանիշները չեն գործում։ Իշխանության փոփոխել։ Հալա ինչքան պիտի այդ մահակ օգտա։ Ինչքան, լավ, ասենք բան արա։ Ոնց որ խեղդի, փակի, բոլորին կալանավորի եւ ցանկացած մեքենա, այդ թվում ռեպրեսիվ մեքենան մաշելու հատկություն ունի, մաշելու։ Բայց որpիսի մենք կարողանանք այդ փլատակների տակ չմնանք երկիրը, ընդդիմությունը շատ արագ դա առաջին հերթին լիդերներին է վերաբերում, պետք է ստեղծեն քաղաքական համակարգեր։ Ակնհայտ է, չէ, որ հեղափոխական սցենար չի աշխատելու։ Ու հասարակությունը պառակտված է, հասարակությունը հոգնած է, հասարակությունը հիասթափված է, հասարակությունը COVID-ից սկսած, հետո պատերազմ, հետո այս ցնցումներ, իսկապես հոգնել է եւ մարդիկ ինչ-որ հանգստություն են փնտրում։ Նույնիսկ մարդ գիտեմ իմ ընկերներից, որ ֆուտբոլասեր չի, իրան տվել է ֆուտբոլին աշխարհի առաջնության խաղերն, այն որ ստրեսից դուրս գա։ Այսինքն այդ վիճակում է։ Դրա համար միջնաժամկետ ծրագիր է գործելու տարի-տարուկես կտրվածքով, բայց որpիսի մենք հաջողենք, հիմա նախընտրական արշավներ ա եղել, քիչ թե շատ նաև հաջողության պատմություններով, նաև թերություններով, ընդդիմությունը դա պետք է կապիտալիզացնի, այսինքն ստեղծի համակարգեր քաղաքական, որpիսի մի ձերբակալությունից, մի հետապնդումից, մի խլոցից դիմության ընթացքը կախված չլինի կամ չկաշկանդվի։ Ամենակարևորը հիմա այդ համակարգերի ստեղծումն է։ Այդ կանենք շատ կարճ ժամանակում ձեր ասած ռեպրեսիվ մեքենան կսկսի չաշխատել։ Իսկ անիմաստ կդառնա այդ ձերբակալությունները ամեն ինչի վերջո դրան էլ պրիձել կա, մանավանդ որ մեր երկիրը ռեսուրս չունի երկարաժամկետ ավտորիտար ռեժիմ պահելու, հա։ Եթե չանենք, շատ ավելի ծանր հետևանքներ կլինի։ Դրա համար հիմա ընդդիմության միակ անելիքը կլինի քաղաքական համակարգեր ձևավորելը։ Եթե կայծակնային հեղափոխության սցենարը չի աշխատում, պետք չի գնալ արկածախնդրության կամ վրացական ընդդիմության օրինակով գնալ մարգինալացման։ Մենք տեսել ենք, չէ՞, մեր հարևան երկրում։ Նոր տեղեկություն ստացվեց, Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը տեղեկացրել է, որ մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ իշխանական լիազորությունների օգտագործմամբ Ավետիք Չալաբյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, այն որակելով ծայրից ծայր սուտ, գործի փաստական հանգամանքներին չեն կարող, ասում է, անդրադառնալ, Վարազդատ Հարությունյանն է նշում, նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու դրանց զավեշտալի ու հորինված բնույթին։ Այս պահին Ավետիք Չալաբյանը գտնվում է կենտրոնի դատարանում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը դեռ հայտնի չէ դատավոր, ժամ, հետևաբար։ Ակնհայտորեն, գիտեք, եկեք այսպես ասեմ, շատ պարզ մեր բոլորիս ընտանիքները հոգեբանորեն են դրան էլ պատրաստ են։ Որ կարող 7-ին դուրը ծեծեն մտնեն տանը։ Իհարկե, ակնհայտորեն բոլորս էլ գիտենք, որ մեզ այդ ուրվականը սպառնում է, մեկին մի քիչ շուտ, մեկին մի քիչ ուշ։ Հիմա առաջի շեշտը դրել են լիդերներին թիրախավորելու, մեկուսացնելու, կամ ինչպես Փաշինյանն էր ասում, ունե զրկելու։ Դե, օրինակ Գագիկ Ծառուկյանին Արարատ ցեմենտից Գագիկ Ծառուկյանին ամեն օր միացեփականություն են խլում, գիտեք ինչ հեշտությամբ են խլում։ Քանի որ գործ ունենք բոմբժերի իշխանության հետ, որ կյանքում ոչ մի արդյունք չեն ստեղծել, արժեք։ Մարդու ստեղծածը հենց հանգիստ են խլում։ Դե տենց է, չէ՞, մարդը, որ արժեք չի ստեղծել, չգիտի դրա վրա ինչ քրտինք ու ջանք է թափվել։
ու բանը սա տեղի ունենում օլիգարխիայի դեմ պայքարի շատ էժանագին բանի տակ հասարակության մի հատ խավ կա, որը հավատում է, որ այդ բանը մարկանցից խլելու են, հեսա իրաց բաժանեն։ Բայց իրանք արդեն բոմժ չեն, արդեն միլիոնատերեր են։ Հոգեբանությամբ մեկը բոմժ է։ Մեկը իրանք չեն ստեղծել։ Այդ բարձա չէ, այդ իրանք միլիոնները, միլիարդները ոնց են ստեղծում։ Իհարկե։ Ոչ մեկ թո իլյուզիա չունենա, որ այդ բանը էլի արդար աշխատանքի հենց իրանք են չէ խոստովանել, որ վարկ չէին կարողանում սպասարկել։ Իդեպ օգտատերերից մեկը Վահագն Գրիգորյանը շատ լավ մի գրառում էր արել, նաև այսօր Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով են կոչում, անպայման ուզում եմ ներկայացնեմ, շատ լավն է, ասում է մեր պատմության եւ քաղաքագիտության դասախոսը, երբ խոսքը գնում էր սովետական գործիչների, բոլշևիկների անուններով փողոցներ անվանափոխելու կամ հուշարձաններ ապամոնտաժելու մասին, ասում էր, որ իրանք են այդ փողոցները կառուցել, իրենց անուններ են դրել։ Թող նոր փողոց կառուցեն, ինչ անուն ուզում են դնեն։ Հիմա այն մարդիկ, որ սկի մի հատ գետն անցում, չեն կարողանում վերանորոգեն։ Փողոցի անուններ են փոխում։ Հարցը ոչ Պապ Թագավորն է, ոչ էլ Ամիրյանը, թե որն ավելի արժանիք ունի իր անունով փողոց ունենալու համար։ Հարցը նրանում է, որ այս որոշում կայացնողները ոչ մի արժանիք չունեն նման որոշում կայացնելու համար։ Հասկանում եք, շատ ճիշտ բան է, այսինքն կյանքում մի բան սարքած չկան։ Այո, նախ ես ամենևին նպատակ չունեմ պատմաբան լինելով հանդերձ Ամիրյանի կամ Պապ Թագավորի պատմական քաղաքական հետաքրքրին անդրադառնալու։ Ամիրյանը իսկապես ամենալուսավոր կերպարը չի եղել։ Հարցը բացարձակապես այդ հարթության վրա չի։ Ցանկացած քաղաք, այդ թվում Երևանը, ունի իր կոլորիտը, փողոցների անունները, որ սերունդներով փոխանցվել է, հա, այսինքն ունի իր դեմքը։ Նման շատ կարևոր որոշումներ չեն կայացում տես ոտքի վրա եւ առավել եւս հայ ժողովուրդը կրակը չի ընկել, որ Նիկոլ Փաշինյանը մի հատ Ստեփան Զոյրյանը կարդացել ու մի հատ Պապ Թագավորի անուն գիտի։ Ակնհայտորեն իր այդ պրովինցիալ պատկերացումների սահմանումը չի անում, օրինակ օրինքը հայոց պատմություն լավ ուսումնասիրածներ, կարող Պապ Թագավորից բացի այլ հերոսների անուններ էլ ուներ, իմանար։ Ամենևին Պապ Թագավորի վաստակը Էրատոյի գիտի հերի։ Դե, ինչ-որ հերոսների գիտեն, որոնք, սենց ասեմ, պատմության կողմից էլ շատ միանշանակ ընկալում չունեն։ Հիմա գիտեք, ցանկացած կերպարի կարող ենք վերցնել քննարկել, ինչ են օրինակ հերոսի կոչում տվե մարկան 10 տարի հետո ինչ-որ մարդու մահանալուց։ Օրինակ ինչ էին անկախության առաջին տարիներին շատ տևական շրջան շատ զգույշ հերոսի կոչում տալի։ Դե դա փողոց անվանակոչելու պես, տենց լուրջ փողոց անվանակոչելու պես բան է։ Դե շատ պատասխանատու մոտենաս դրան, որովհետև մի հատ ուրիշ պատմաշրջանում էլ կարող է վերանայվեն այսօրվա որոշումները, չէ՞։ Դրա համար իսկապես չի կարելի ամեն ինչ թացը չորի հետ խառնել, տենց որոշումներ կայացնել, մանավանդ ովքեր են որոշողները, այն բանդիտները, որերը կազգային բանը ավականիում ծեծու ջարդ են կազմում։ Խուժան էին։ Խուժան էր, մաքուր խուժան էր։ Ես առաջի անգամ եմ տենում, որ մայրաքաղաքի ղեկավարը բայց բայն արամ Սավենիչի են ավականին դուս գրված է, նա արդեն դա չգիտեմ էդ դա արդեն քաղաքական առումով ամենագլխավոր հակահիգիենիկ կերպարը։ Այդ նաև ակտիվ կանանց էին կոչում 88-ին հետո այս նրանք լիքը արժանիք ունեն։ Հա, բայց սա նրանք ասենք սովետական զորքի դեմ էին կանգնում, ոստիկանության դեմ էին կանգնում, ինչ-որ որակներ ունեին պայքարի, էլի։ Ինձ թվում է ինքը առօրյայում էլ որ խոսում է ընդհանուր հայհույնում է։ Գիտեք, բանը կինը պիտի մի քիչ փողոցային վարքագծից հեռու լինի, մեկ, երկրորդ այն ինչ-որ տեղի ունեցել երեք ավականիում, ցուցադրական Նիկոլ Փաշինյանի սցենարով տեղի ունեցած բանը, իրանք ցույց են տվել նոր ձևավորվող ընդդիմությանը խորհրդարան, ինչ է սպասում։ Դե ասում են, էլի հլեկի, քլտեսեք, դուք վստահ եղեք, որ այս նույն ծեծուց ջարդն է լինելու դալիճից։ Տեսեք, ավականու անդամները երեք հո հիմնական ծեծողները չեն։ Տեսակ չէ, կողքից շոր բրիգադներ են կազմված, կլինեն քաղաքապետանի պաշտոնյաներ, թե իրանց ուղեկիցներ, չգիտեմ էլ այդ մարդիկ ովքեր են, այս քաղաքապետը այնքան ավտորիտետ չունենա, կներեք ես բառի համար, որ մի հատ սանձի ու ամեն ինչի կառավարելի դարձնի։ Սա երկու բանի մասին է խոսում, կամ սա ամենավերևից կազմակերպված ծեծու ջարդեր,
Կամ այնքան հեղինակություն չունի այդ քաղաքապետը, որ մի ցուցումով, մի խոսքով չի կարողանում կողմերին հանգստացնել։ Չէ, նա էլ չէր զիջում, ինչ որ դուրս էր եկել գրահիկ խոսում։ Հանգստացեք, հանգստացեք։ Վերջինը կաշի քերթելուց էր խոսում, այդ կոնֆլիկտից հետո երբ որ ելույթ ունեցավ, կաշի քերթելուց էր արդեն խոսում։ Սա բոլոր պետական մարմինները ներկայացուցչական այս մոդելով են աշխատելու, այսինքն մենք այլևս տեսեք, միջև այս ընտրությունները մենք հիբրիդային ռեժիմի մեջ ենք, հիբրիդային ավտորիտարիզմի մեջ ենք։ Երբ որ այնուամենայնիվ որ սահմանափակող բաներ կար, որտեղ 2021 թվին Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը կասկածի տակ չէր։ Իշխանության որակելի այսքան զզվելի էր, այսքան մտածող մարդկանց համար, բայց ընտրությունների վերաբերյալ դες բան չկար, լեգիտիմության հարուցող մեծ պնդումներ չկային։ Արևմուտքն էլ ընդ որում դա գիտի։ Արևմուտքը ամենալավը գիտի։ Այո, որ սա չունի լեգիտիմ։ Երևի ինձ օրինակ դա էր հետաքրում, իր այս հիստերիան միայն ներքին գործոնով չէ, արտաքին գործոնով է, չէ՞, նաև պայմանավորված։ Միանշանակ, ուրեմն տեսեք։ Նախ մարդը շատ բացահայտ ասում է, այս հիստերիայի աղբյուրներից մեկը որն է։ Ասում է, Ադրբեջանից ինձ մեսիջ են ուղարկել։ Կասկածի տակ են դրել իմ կառավարելու ունակությունը։ Դրա համար անհրաժեշտ դարձել Հաջիև Գրիգորյան հանդիպումը։ Տեսեք, սա ինչ հրեշավոր հակապետական քայլ է արել Նիկոլ Փաշինյանը։ Քարոզարշավի սկզբում երեք գործիչների եւ նրանց թիմերին կնքում է պատերազմի երրագլուխ կուսակցություն, թե ինչ այդպիսի անունով մեր ներքաղաքական կյանքը դարձնում է Ադրբեջանի թիրախ, չէ՞։ Հիմա Ադրբեջանը բացի այն հանգամանքը, որ ուժային դիսբալանսի պայմաններում մեր նկատմամբ բազմաթիվ առավելություններ ուներ, մի հատ կոզրել է ստացել, հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Եթե մենք պատերազմի կուսակցություն ենք, նշանակում է մեզ զայն է տվել մոտ 600,000 մարդ։ Ճիշտ է։ Ավելին 734,000-ը մերժել է Փաշինյանին։ Այո, ստացվում է, որ Փաշինյանի թեթև պասով հիմա Ալիև այդ կռվանը հենց Փաշինյանի դեմ է օգտագործում, ասում ուրեմն 600,000 մարդ, դա իրականություն չի, բոլորս էլ գիտենք, ռևանշիստ են, օր առաջ տենչում են Ղարաբաղ հետ բերելու մասին, ինչով վստահ եմ, որ դու տիրապետում ես վիճակին։ Նույն բանը ստերեոտին արևմուտքում են ասում, որտեղ արևմուտքի պատվերով էլ չի կարող նման բևեռացված հասարակությունում երկիր հակառուսական ֆորպոստի վերածել։ Ըստ այդմ, այս բոլոր այլանդակությունները, որ կատարվում են Բաքվի եւ արևմուտքի օրհնությամբ, որովհետեւ Փաշինյանը նրանց կարողանա համոզել, որ մի այցան ավտորիտար ռեժիմը ստեղծել եւ բոլոր դիմադրության կենտրոնները փշրում է։ Այսինքն արևմուտքը ասում է տղա ջան, հիմա արևմուտք ու Ադրբեջանը, քո բոլոր թելերը մեր ձեռքին են։ Այո։ Մանավանդ ԵԱՀԿ-ԺՄԻԳ դիտորդական առաքելությունը շատ կոշտ բաներ էր, ձևակերպումներ էր դրել, խախտումների մասին, ընտրախախտումների մասին արձանագրել էր, հետապնդումները ընդդիմադիրների։ Ոչ մրցակցային բնույթ։ Այո, իրենք չէին ճանաչել այս ընտրությունները, արևմտյան դիտորդները, որպես ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, ճիշտ է թե չէ։ Այո։ Հիմա Արևմուտքն ու Ադրբեջանը ասում են տղա ջան, քո թելերը մեր ձեռքին են։ Որ պահին ուզենք, դու չես լինի ուղակի։ Երևի կլինի Սաակաշվիլու պես, չէ՞, բանտում։ Արևմուտքը չտվեց Սաակաշվիլուն։ Բավարար կոմպրոմատներ ունենք քո դեմ, եւ եթե Կարլ Բլանշ ես ուզում, խնդրեմ գնա լիակատար ավտորիտարիզմի ճանապարհով մեր առողջանձնած պարտավորությունները կատարելու համար։ Գիտեք, Ռուսաստանը մերթընդմեր դարձանագրում է, ոնց է Հայաստանը իրականում ենք ադրբեջանիզացիա ենք ենթարկվում, բայց դա առանձնապես արևմուտքին չի ուզում, որովհետև իրանք այդ նվաստացուցիչ մոդելն էին, չէ՞, հենց հովանավորում հայ-ադրբեջանական։ Այնքանով որքանով դա նպաստում է ռուսական ազդեցության թուլացմանը Հայաստանում։ Իսկ այդ մոդելի ճանապարհով են մեզ տանում ռուսական ազդեցությունից ազատման։ Սա շատ պարզ բանաձև է, ինչի է հատկապես, օրինակ ինձ հարց են տալի, ասում են լավ, ֆրակցիա չունեցաք, 4%-ն էլ չանցաք։
ի վերջո այս մարդը քիչ չի հանգստանում, մի հատ հերոս գիտի, այդ հերոսի անունը Գագիկ Ծառուկյանն է։ Այս շատ པարզ բացատրություն կա դրան։ Կամա թե ակամա Բարգավաճ Հայաստանը դարձավ, կամա թե ակամա հանգամանքները տես դասավորեցին, դարձավ Նիկոլ Փաշինյանի այն ինդիկատորը, որով բացահայտվեց Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելը։ Այս ընտրությունների այլանդակ բնույթը, որտեղ ամեն աշխարհացունց կեղծիկը կապված է այս ԲՀԿ-ի հետ։ ԲՀԿ-ի պատմությունն է, չէ՞, բանալին, նույնիսկ այն մանր դետալների մեջ եթե որևէ մեկը չխորանա, պարզ մաթեմատիկական թվաբանությունը նայում են, ԲՀԿ-ին ֆիլտրելը խորհրդարանից ամբողջ process-ը դարձնում է ոչ լեգիտիմ։ Այդ չի կարողանում ներել Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանին ու ԲՀԿ-ին, որովհետև ասում եմ հանգամանքները այնպես դասավորվեցին, որ ԲՀԿ-ն դարձել է Նիկոլ Փաշինյանի այլանդակության լակմուսի թուղթը։ Եվ սրանով է բացատրվում այս իր հիստերիկ բաները։ Ես ուզում եմ մեր հասարակությանը, նաև իմ գործընկերներին ասեմ, որ ինքը չի կանգնելու։ Այս ռեպրեսիվ ալիքը, այն որ սովոր ենք, չէ, Հայաստանում շատ է, հետընտրական մի ամիս, երկու ամիս ելնում է, հետո իշխանությունը հանգստանում է։ Սա չի կանգնելու, որտեղ տուրբուլենտության հենց ամպով է իրան շրջապատել։ Որ քանի ինքը իշխանություն է, այդ իշխանությունը տուրբուլենտությամբ պիտի ուղեկցվի բռնոցիով, խլելով, էսանելով, որովհետև այնքան խնդիրներ ունի։ Հանգիստ ռեժիմը իր իշխանության մահն է։ Բայց պիտի մենք, ասում եմ, պատրաստ լինենք միջնաժամկետ պայքարի, ստեղծենք համակարգեր եւ օգնենք, որպեսզի այս ռեպրեսիվ մեքենան մաշի։ Միակ ձևը հաղթելու է իշխանությունը, դա է մաշեցնել իր ռեպրեսիվ մեքենայի արդյունավետությունը։ Ուրիշ ձև չկա։ Մենք հայտնվել ենք այդպիսի վիճակում։ Կայծակնային հեղափոխության սցենար առաջարկողները իմ հեռախոսի համար շատերը գիտեն, գրասենյակից դեռ բերեք առաջարկեք կայծակնային հեղափոխության սցենար, չկա այդ սցենարը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ասում է դե եկեք հեղափոխություն արեք, ինքն է ասում եկեք արեք։ Որպեսզի լեգիտիմացնի իր ոչ լեգիտիմ վիճակը փողոցում։ Ինքը շատ լավ գիտի ինչ է բանանում, այն որ ասում են օրինակ պրովոկացիա անում ընդդիմությանը բան, նախ ընդդիմությունը ինչի պիտի Նիկոլ Փաշինյանի ասածով անի կամ չանի, երբ որ այսինքն երբ որ կորոշի ընդդիմությունը, այն ժամանակ կանի, դու ով ես որ դու ասես, հա, այդ հիմա բանով։ Ասելու նպատակը ո՞րն է։ Այ շատ པարզ։ Ինքը հիմա դրսերին լեգենդներ, հեքիաթները հորին է, որ այս հետընտրական լարվածությունը իրան թույլ չի տալի արագիշոր ստանձնած պարտավորություններ կատարի, ինքը մի կողմից ուզում է իր լեգիտիմությունը վերագտնի փողոցում, այսինքն ընդդիմությանը մղի չհաշվարկված գործողությունների, որ հետո ասի տեսեք դատարկ փողոցներ են, սրանց զայները օրգանիկ չեն եւ այլն։ Այդ թեզը, չէ՞, սա որ մոտավորապես այն սխալը, որ արեց վրացական ընդդիմությունը, էլի։ Չնայած այնտեղ լրիվ ուրիշ պատմություններ, բայց այնուամենայնիվ արտաքին նմանություններ կա։ Երկրորդ ուզում է ռեպրեսիաներ անելու լեգալ մոտիվացիա ստանալ։ Այս պահին ոչ մեկ փողոց դուրս չի գալու, որտեվ դա իր օրակարգն է։ Իմաստ էլ չունի հիմա։ Կգան փողոց, ուրեմն փողոց պետքա դուրս գա, դա լինելու է համակարգերի ձևավորումից հետո, երբ որ ընդդիմությունը կուներ հստակ ճանապարհային քարտեզ, կիմանա այից հետո որ բան պետք է անի, գն, հա, ընդդիմությունը ունի բազմաթիվ սխալներ, բազմաթիվ։ Իդեպ է համանդրական դատանի պատմություններից հետո դրանց էլ շատ անկեղծորեն պետք է անդրադարձ կատարենք մենք, որպեսզի հասարակության ու մեր մեջ անկեղծությունը վերականգնենք, ոչ թե բանը։ Ինչ նկատի ունեք։ Դե մենք համակարգային սխալներ ունենք արած, որպես ընդդիմություն, բոլորս, ասում մի ուժի չի վերաբերվում, երկու ուժի չի վերաբերվում, 3-4 ուժերի։ Մենք պիտի ընտրարշավի ընթացքում կարողանանք ավելի մոբիլ քաղաքական համակարգեր ձևավորել։ Հիմա մի քիչ բաց թողում ենք ունեցել այդ առումով, ինչի պատճառով հունիսի 7-ը չի դարձել փոփոխությունների խորհրդանիշ, բայց ես կարծում եմ ընդդիմությունը նաև նրա համար է, որ ոչ թե հիմա արդարանա, այլ հասարակության հետ շատ ակտիվ անկեղծ դիալոգ ունենա։ Հիմա գիտեք ինչ կա, անկեղծորեն ձգտել ենք, չի ստացվել, բայց չենք հանձնվում։ Պիտի մեսիջը լինի, որ մենք մեր սխալներից դասեր ենք քաղել։ Հիմա ստեղծում ենք միջնաժամկետ քաղաքական օրակարգ սպասարկող համակարգեր, որոնք այդ համակարգերն էլ կախված չեն լինելու իշխանության ռեպրեսիայից, այսինքն այնպիսի համակարգեր պիտի ստեղծենք, որ ենթադրենք 1 կամ 2 գործի ձերբակալությունը չազդի
գործընթացների տրամաբանության եւ ընթացքի վրա, որտեղ ինքը անխուսափելի առնվազն Գագիկ Ծառուկյանին եւ Սամվել Կարապետյանին վստահաբար ազատազրկելու է, այսինքն ի նկատի ունեմ ֆիզիկապես ազատազրկելու իրական անազատության մասին է խոսքս, չի դադարեցնի հարշավը նաեւ Հայաստան խմբակցության ու Ռոբերտ Քոչարյանի դեմ, սա ակնհայտ է, մենք պիտի պատրաստ լինենք մոտավորապես այն վիճակին, որ 88-89 թվականների մեր ժողովուրդը տեսել է։ Հիշում եք, չէ, երբ որ հիմնական Ղարաբաղ կոմիտեին ձերբակալեցին, անմիջապես Ղարաբաղ կոմիտե 2-ը եղավ, որը դարձավ երևի մեր համազգային շարժման հաջողության գրավականներից մեկը։ Երջանկայիշատակ Ավետիք Իշխանյանը այդ Ղարաբաղ կոմիտե երկրորդի մեջ էր, այո, Շահեն Պետրոսյանը, էլի գործիչներ կա, հիմա բոլորին չհիշենք։ Հիմա անդիմությունը այդպիսի մի հատ համակարգ դի ձևավորի, կան չէ, դուք գոնե գիտեք, չէ, մի քանի տասնյակ մարդիկ այս տարիների ընթացքում հյուրընկալել եք հենց ձեր տաղավարում։ Վատ բան ասեմ, ասեք։ Նույնիսկ կարող եմ ասել, երկրորդ, երրորդ էշելոններում ավելի պատրաստված ներկայացուցիչներ կան, քան թե առաջին էշելոնում։ Դե ցավոք սրտի մեր առանձնահատկությունն է, որ այդ ամբողջ աշխարհում է այդպես։ Իմ ավակ ընկերները հաստատ ինձանից չեն վիրավորվի, որովհետև ընդհանրապես մի քիչ ավելի դանդաղաշարժ են լինում այն համակարգերը, քաղաքական առումով դանդաղաշարժ, որոնք ղեկավարվում են խոշոր բիզնեսմենների կողմից, որտեղ իրանք բնույթով հեղափոխական չեն, ավելի կայուն զարգացումների, ավելի էվոլյուցիոն զարգացումների կողմնակից են լինում, հաճախ արագության մեջ տուժում են դրա պատճառով։ Դրա համար ձեր դիտողությունը ճիշտ է, բխում է մեր քաղաքական համակարգի սպეციფიკայից։ Մյուս կողմից ես ու բազմաթիվ գործիչներ չպետք է մեր կամֆորտ լրվենք, ոնց որ ժողովուրդն է ասում, կամ մեր կամֆորտը գտնենք Գագիկ Ծառուկյանի կամ Սամվել Կարապետյանի ապահով շվակի տակ, որտեղ այդ մարդիկ այսօր թիրախ են, մենք պարտավոր ենք ավելի շատ պատասխանատվություն մեր վրա վերցնենք եւ այդ ձեր ասած ֆունկցիան իրականացնենք, որտեղ հեշտ է, չէ, հիմա գնալ այդպես պասպարվել այդ կայացած մարդկանց շվակի տակ, ասել դե ամեն ինչ լիդերներից է կախված, չէ։ Չէ, այդպես չի։ Այդ մարդիկ որոշակի ինչ-որ առաքելություն կատարել են։ Հիմա այո, իրանց օգնություն։ Չէ, առավել ևս, եթե օրինակ ասենք ընդդիմությունը գար իշխանության, այդ մարդիկ գալու էին այդ շվակի տակից ինչ որ այսպես դերերով հայտնվել էին, չէ։ Հիմա հազարավոր մարդիկ պիտի դապտիների հետևից վազեն։ Իհարկե, ասածս է դա, որ բոլոր գործընկերներից կոչ եմ անում, այս հետընտրական շոկն ու դեպրեսիան հաղթահարեն, խոսք ասեն հասարակությանը, ակտիվ լինեն, ոչ մի կյանքը շարունակվում է։ Չէ, իհարկե, Ու պետք չի էլ եմ ասում, sense կոնֆորմիստ բան այդ առաջնորդների ստվերի տակ մի փնտրեք ձեր պաշտպանությունը։ Առավել ևս այս ամեն ինչը այս իրանք այսօր պաշտպանված չեն, ընդհակառակը իրանք ունեն կարիք երկրորդ, երրորդ չերտի գործիչների աջաբանի։ Իհարկե հիմա ընդդիմության դիրքերից որոշ հանդես եկողներ այդպես են իրենց շուրջ ընկալում առաջացրել, իրենց մասին ընկալում առաջացրել, իբր ընդդիմադիր են, բայց շատ պետք է հիմա զգուշ լինել որոշ անձանցից, որտեվ իրենք իրականում ընդդիմություն չեն եւ փորձում են մարդկանց օրինակ հուսահատացնել, ասելով, որ բանը, իբրև այս իշխանությունը արդեն վերջ դեմը խաղ չկա, այս պետք է լինի որոշները կան, որ այսպես արջի ծառայություն են իբր մատուցում կոչանելով, որ մանդատները չպետք է վերցնել, եթե պատասխանատվություն եք կրում, ընդդիմություն պետք է չվերցնեք, հետո ինչ որ չգիտեմ, իբր տրամաբանական շղթա են բանանում կառուցում, մասնագիտական դիրքերից խոսում, հիմա ընդդիմությանը, իշխանությանը պետք չի, չէ՞ որ ամենաշատը չի ուզի, որ վերցնի մանդատը։ Տեսեք, ուրեմն նախ այդ հարցը ածանցվում է ռազմավարությունից։ Այդ հարցը անջատ ռազմավարությունից քննարկել է պետք է վերցնի, թե ոչ մանդատները։ Այո, այդ հարցը անջատ քննարկել է ռազմավարությունից քաղաքական դիլետանտիզմի դրսևորումը։ Դա իրավական հարց չի։ Դա քաղաքական ֆունդամենտալ հարց է։ Վերցնել, չվերցնել։ Երկրորդը, սա շատ պարզ քաղաքագիտական բանաձև է հարցում։ Եթե ընդդիմություն ունենում կայծակնային հեղափոխության սցենար, իհարկե չի վերցնում մանդատները եւ կայծակնային հեղափոխության ընթացքում, օրերի ընթացքում իշխանության հարցալուծում։ Երկու օրինակներ կբերեմ Վրաստանից։ 2004 թվականին Վարդերի հեղափոխությունից առաջ տեղի են ունեցել
խորհրդարանական ընտրություններ, երևի հիշում եք։ Սաակաշվիլին անմիջապես հայտարարեց, որ մանդատները չեն վերցնում, կեղծվել են ընտրությունները, որովհետև ուներ պատրաստի, թողենք այդ որդերից թելադրված սցենարեր ինչեր, կար պատրաստի հեղափոխական սցենար, օրերի ընթացքում հեղափոխություն արեցին, վերցրեցին ամբողջ իշխանությունը։ Եվ կա Վրաստանի փորձ անցած տարվա։ Մեզ շատ նման երկիր է, դրա համար իրանցից են բանը օրինակները բերում։ Երբ որ ընդդիմությունը առանց հաշվարկի հրաժարվեց մանդատներից եւ դուրս եկավ փողոցներ, այսօր այդ ընդդիմության մասին որևէ մեկը այլևս Վրաստանում չի հիշում։ Մարգինալ ուժեր են դրանք, ամենայն հարգանքով այնտեղ բազմաթիվ կարող մարդիկ։ Իրենք էլ են հիմա ափսոսում, որ չեն վերցնում։ Այո։ Ուրեմն եթե չկա հեղափոխական արագ սցենար, մանդատները անշուշտ պիտի վերցնել։ Սա ասում եմ անկախ են համանգամանքից, բարգավաճին մանդատ կտան, թե չեն տա։ Դա անձնական հարց չի, որ անձնական պրիզմայով։ Մանդատները պետքա վերցնել։ Մանդատները պետքա ծառայեցնել այդ իմ ասած համակարգի ձևավորման, նաև փողոց գերարացնելու։ Որտեղ եթե մանդատները չես վերցնում, դու քեզ դնում ես լուսանցքում առանց այլընտրանքային քաղաքական պրոյեկտ ունենալու։ Ես միշտ եմ այս կարծիքին եղել եւ նախկին խորհրդարանի պարագայում եմ եղել, որ մանդատները դնել չի կարելի։ Որովհետեւ դա, եթե չունես, գիտեք որ բոյկոտը ավելի ծանր ծախսատար ռեժիմ է, ավելի մեծ ռեսուրսներ է։ Բայց բոյկոտը ոչ միայն Հայաստանում, շատ երկրներում չի աշխատում։ Ընդհանրապես հիմա ոչ մի տեղ էլ բոյկոտը աշխատում է մի դեպքում, եթե դու ունես հեղափոխության պատրաստի պլան։ Այդ մարդիկ, որ այդ ձևի բան են ասում, ոչ ընդդիմության առանձնահատկությունը գիտեն մեր։ Կամ լավ էլ գիտեն, բայց չեն ուզում բանել։ Չէ, դա իշխանության մեր ընդդիմությունը ընդունենք, որ այս ընդդիմադիր 3 ազդեցիկ ուժերն են իրանց լիդերներով։ Չէ, ուրիշ ընդդիմություն չունենք, այս պահին դա է ասպարեզում եղած։ Նոր ասեցի իրա կառուցվածքով պահպանողական ընդդիմություն է։ 3 լիդերներն էլ իրանց բնույթով հեղափոխական չեն։ Իրանց էվոլյուցիոն փոփոխությունների ճանապարհով գնացող են։ Հարցը ընդդիմությունը բնականաբար պատասխանատվություն է կրում ամեն ինչի համար իր, հա, գործողությունների համար նկատի ունեմ եւ իր որոշումների համար։ Մինչեւ ընտրությունները ընդդիմության մի հատված, օրինակ, ասում էր հնարավոր չէ իշխանապողության հասնել ընտրություններով։ Ասեցին հնարավոր է, ընտրեցին այս ճանապարհը, մասնակցել, այսինքն նաեւ այն կարծիքներ, որ մեկը մեկին չի բացառում։ Այո, մեկը մեկին չի բացառում, եւ մասնակցել եւ կարելի է պրոցես տանել։ Մյուս բանը ուզում եմ ասել, դուք պատմաբան եք առավել եւս, տեսեք, պատմական որևէ անձք, որևէ հերոս կամ որևէ կերպար ինքը հետաքրքիր է տվյալ միջավայրում, տվյալ ժամանակաշրջանի համար, հա, այդ ժամանակի մեջ ես ուսումնասիրում եւ իր, այսպես ասած, առանցքային հատկանիշները դուրս բերում, չէ՞, չես կարող դու ժամանակից կտրած, որովհետեւ հիմա նույն ասենք թե գուլագի մասին ժամանակին, երբ որ ճնշումներ են եղել, հետապնդումներ, դա այդ միջավայրով։ Հիմա կարդում ես, ասես, պես սրա համար ինչի պիտի, չէ, հետապնդումներ անեին, ծիծաղդ գալիս է կամ հերոսապատումներ բան։ Հիմա մեր ընդդիմությունը ցավոք կամ ընդդիմության անունից հանդես եկող որոշները անընդհատ այս 26 թվականը համեմատում են 21-ի հետ, բայց 21-ի ժամանակ հասարակությունը այլ էր։ Արտաքին զարգացումները մի քիչ այլ էին, հիմա ավելի սաստկացել են ռեգիոնում, չէ, զարգացումները, դերակատարները այլ են, բախումները հնարավոր սպասելի են ու ավելի սուր։ Սխալը կայանում է, կարծում եմ, նրանում, որ 26 թիվը համեմատում են 21-ի։ Դուք ոնց որ ասենք օրինակ Վրաստանի անցյալ տարվա ընտրությունները համեմատեին 2004-ի հետ։ Բայց նույնը չէ, ես տարբերությունը։ Այ դա եմ ասում, այսինքն սխալը է այստեղ, երբ որ ասում են չկրկնեք 21-ը, 21-ին ուրիշ բան է, 21-ին ուրիշ բան պետք է աներ ընդդիմությունը, հիմա ուրիշ բան։ Նիկոլ Փաշինյանը անհամեմատ հավասարակշիռ վիճակում էր հանդես գալի, որովհետև նա ասում էր. ես ուզում եմ ձեր մանդատը, որպեսզի նոյեմբերի 9-ի շրջանակներում այդ տրամաբանության մեջ խաղաղություն բերեմ երկրին, Արցախի հայկականությունը երաշխարի եւ այլն եւ չկրկնեմ ինչ էր ասում, նույնիսկ ծրագիր չէ կա։ 21 թվականին Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը կասկածի տակ չի եղել։ Այո, նա իշխանությունից դուրս է եկել ի դժբախտություն մեր ժողովրդի նոր լեգիտիմ մանդատով։ 21 թվականին
Նիկոլ Փաշինյանը դերևս չէր նախաձեռնել երկրի ստրատեգիական կուրսը փոխելու ավանտյուրան, այդ ավելի ուշ է արել։ 21-ի վերջից 22 տվին։ Չորրորդը այս կարգի բևեռացված չի եղել մեր հասարակությունը 2021 թվականին։ 5-րդը այսքան տոտալ բռնաճնշումների իշխանությունը չի գնացել։ Մեծ հաշվով, այո, եղել են ինչ-որ ճնշումներ, բաներ, բայց մեծ հաշվով դրանք լոկալ բնույթ են կրել։ Հիմա տեղի է ունեցել իշխանության յուրացում։ Վահագն Հովակիմյանը, ԿՀ մյուս անդամները, հավանաբար մոտորերս ՍԴ անդամները դարձել են Նիկոլ Փաշինյանի ձեռքին գործիք, որի միջոցով նա ըստ էության յուրացրել է իշխանությունը պետական հեղաշրջման հատկանիշներով։ Հիմա կասեն զարմանալի, եթե բռնի ձևով ազգային ժողովի խճանկարը փոխվում է անօրինական մեթոդներով, դա իշխանության յուրացում է։ Եթե Նիկոլ Փաշինյանը գիշերը ժամը 2-ին, երբ որ տեղամասերի հաշվարկը ավարտված չի, խոշոր տեղամասերի մասին եմ ասում, գյուղական չէ, ավարտված չի, իրան հայտարարում է հաղթող, դա լավ ուրիշ չեն անում։ Դա իշխանության յուրացման ակնհայտ դրսևորում է, երկու խնդիր է այդ օրը լուծել։ Շատ լավ տիրապետել է իրական վիճակին եւ շատ լավ տիրապետել է, որ միահեծան իշխանության հնարավորությունը կորցնում է, նույնիսկ մեծամասնություն ունենալով հանդերձ։ Եվ նա երկու խնդիր է լուծել գիշերվա այդ 2-ին։ Այդ սփռտնած դեմքով, սաղմոսով իր խոսքը սկսելով, փորձել է կոնսոլիդացնել իր թիմին, որտեղ խլրտոց ու խուճապ էր ընկել, շատ որտեղ 2/3 էին մարդիկ գնում, չմոռանանք, հա։ Այո, համանadrական Երկրորդը փորձել է ճիշտ թվեր ճակերտավոր, ճիշտ թվեր նկարելու պատվեր իջացնել ԿՀ-ին։ Այսինքն այն վիճակի հասել Նիկոլ Փաշինյանը, որ ինքն էլ է կասկածում, արդյոք իր բանավոր պատվերները կկատարվեն։ Ինքը կատարում է հանցագործություն, հետո այդ հանցագործության շղթայի մեջ ներառում է հրապարակային հանցագործություն, պետական մյուս մարմիններին։ Ռուսաստանցի քաղաքագետ, իմ լավ բարեկամ, ձեր կայքի լավ բարեկամ նաև Սերգեյ Մարկեդոնովը մի դիպուկ արտահայտություն ունի այս ընտրությունների վերաբերյալ, որ սրանք ի տարբերություն հայաստանյան նախորդ ընտրությունների, այ տարբերություն ասեմ, 21 թվի ավարտվել են ոչ թե նոկաուտով ընդդիմության, այլ իշխանությունը մի կերպ միավորներով է հաղթել, բռնցքամարտի լեզվով եթե ասենք, կամ գործում է այլ բանաձև, պարոն Մարկեդոնովի ասածը այլ ձևով էլ կարող ենք ասել, իշխանությունը պարտվել, ընդդիմությունը չի հաղթել, գործ ունենք նման փակուղային բանաձևի հետ, այս սրա համար է Նիկոլ Փաշինյանը այս նյարդային վիճակում, եւ սա է իրական պատկերը ընտրությունների։ Հետևաբար 21-ի այդ համեմատությունները լրիվ անտեղին են։ Նախ 21-ին էլ ես դեմ եմ եղել մանդատ չվերցնելու, սկսենք այդտեղից։ Թե այդ մանդատ չվերցնելը ամենահամապատասխանատու քայլն է, եթե այլ գործողություն չունես անում։ Տիգրան Թորոսյանը ասում է դա թուլության նշան կլինի, եթե իհարկե դա թուլության նշան է։ Բա համարեք հասարակության X թվով ներկայացուցիչներ, իսկ այս դեպքում խոսքը կես միլիոնը գերազանցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասն է, քեզ մանդատ են տվել, դու հրաժարվում ես այդ պատասխանատվությունից։ Ով է ինձ համոզելու, որ բոյկոտը, մանդատներից հրաժարումը, հայ չեմ ասում գնան ազգային ժողովի կոմֆորտից օգտվեն, օրինակ այդ պետք չի այդ պաշտոնները վերցնել, այդ փոխնախագահի կամ պետքա գնալ ընդե հեղափոխական վիճակ երկրում գեներացնելու համար, հեղափոխությունը պարտադիր չի փողոցներով արտահայտվի, էլի, իսկ իրավիճակ փոխելու, օրակարգ թելադրելու։ Պարոն Սուրենյան, սկսելու են շուտով օրեր անց, արդեն հաշված օրեր անց, ամսի 26-ին սահմանադրական դատարանի լսումներն են սկսելու, դրմբաց ընթացակարգով, բոլորս կարող ենք հետևել, այս անգամ ընդդիմությունը իսկապես լուրջ փաստական հիմքով է ներկայանում, եւ շատ հետաքրքիր է, որ
ընդ որում էս որ ձերբակալում են, չգիտեմ, ձայնագրություն են էլի հրապարակում, որ իբրև թե բռնում են ընտրակաշառքի վրա մարդկանց, այդ ֆոնն են իրանք ապահովում։ Այս ինձ հասկանալի է, որոշ ժամանակ հետո այս մարդիկ դրսում կլինեն, իրենք էլ են շատ լավ հասկանում, այս կպարզվի օրինակ ոնց որ Բագրատ Սրբազանի տեսանյութն էին, ծեսագրությունն էին փնթի ձևով մոնտաժել իրար կարկատանարել խայտարակ եղան, չէ, այսինքն սրանք էլ են պարզվելու, բայց հարցը սա չէ։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը ունի որոշակի սատելիտներ, ճիշտ է, որ սատելիտներ։ Հիմա Դանիել Լեոնիսյանի ինտերվյուներն եմ լսում, այնպիսի փաստեր է բերում ընտրակեղծիքների մասին, օրինակ որ հազարավոր, կարծեմ համար 6 քվեաթերթիկ, ասենք հազարավոր Սյունիքում չի եղել, դիմել են տարածքայիններից ընտրատեղամասային, չեն արձագանքել, գնացել են ստիպված այդ քվեարկած թերթիկների միջից հավաքել են այդ քվեաթերթիկը տարել են, չգիտեմ, հազարավոր ընտրակեղծիքների մասին ինքն էլ է արձագանքում։ Հիմա ինչ սպասում ունեք սահմանադրական դատանից, արդյոք իշխանությունը չունի նաև սցենար նոր ընտրությունների գնալու, թե այդ սցենարը դրսից են պահանջում, որտեղ Դանիել Լեոնիսյանը հենց այնց չի ասում։ Ուզում եմ հասկանալ այս խաղը ինչ են ուզում խաղալ։ Ամենավստահ է, որ Դանիել Լեոնիսյանը նոր իշխանության կոնֆիգուրացիայում իր դիրքերը ուժեղացնելու խնդիր ունի, այս սրացումները դրա համար է անում, այսինքն իք այս արգումենտը։ Իսկ կարող է գնան նոր ընտրությունների։ Ոչ։ Նոր ընտրությունների չեն գնալու, նոր ընտրությունների գնալու են 1 տարի հետո։ Երբ որ իր հաշվարկով գլխատի ամբողջ ընդդիմությանը եւ հա, չէ, ես ամենայն անկեղծության եմ ասում, այդ մի տարին կկար բլանշ կփոկի։ Հայ ժողովրդի բանը քոքը կտրվելու է, տենց որ ասենք թե գլխատը։ Դες ասում եմ, ես էլ ասում եմ այդ մի տարին նաև ընդդիմության համար տրված ժամանակ է։ Ես նոր 1.5 տարվա մասին էի, չէ՞։ Սամվել Կարապետյանը տնային կալանքում, հա, կալանքի մեջ գտնվելով այդքան ձայն հավաքեց։ Մի քանի ամսվա ստեղծված կուսակցություն է։ Իսկ եթե ԿՊ-ն իշխանությունից զրկվի, միակ անդամը ԿՊ-ի Չալոնն է մնալու։ Ուրիշ ոչ մեկ չի լինի։ Չալոն կա, բայց ողջ Դե չգիտեմ, եթե չի զոհվի։ Հիմա բանը, տեսեք, հիմա այն ընտրության չի գնա, որովհետև սարսափելի ռիսկային կլինի։ Այսինքն կվախենա։ Այո, բայց առաջի անգամ պատմության մեջ մենք ունենք մի խորհրդարան, որը նույնիսկ առաջին նիստը չգումարած մեռելացին է։ Նման խորհրդարան մենք չենք ունեցել։ Եթե նկատել եք, երկու սուբյեկտներն էլ եւ իշխանությունը եւ ընդդիմությունը մաքսիմում ապա լեգիտիմացնում է խորհրդարանը։ Եթե ընդդիմության պարագայում դա նորմալ է, որտեղ հստակ փաստերով եւ ընդհանրապես նորմալություն է դիտվում, երբ որ ընդդիմությունը արկա խախտումների իման վրա ապա լեգիտիմացնում է խորհրդարանը, եւ մեծ հաշվով ընդդիմությունը կարող է նման վարկագիծ ունենալ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքագիտության դասախոսին համալսարանի պիտի ակսորեն Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկացել, որ եթե ապա լեգիտիմացնում է խորհրդարանի ընդդիմությանը, ապա լեգիտիմացնում է իր իշխանությունը։ Չի կարող խորհրդարանում ընդդիմությունը լինել ապօրինի, իշխանությունը լինի օրինական, որովհետև քաղաքակիրթ աշխարհում ամբողջ քաղաքական համակարգն ու իշխանությունը միասնական է համարվում, ընդդիմությունն էլ է իշխանության մաս որպես փոքրամասնություն։ Իսկ իշխանությունը լուծույթ չի, որ մի մասը օրինական լինի, մի մասը անօրինական։ Նիկոլ Փաշինյանը ամենաշատն է ապա լեգիտիմացնել գործող իշխանությունը, հետևաբար իրան կնքել է Նիկոլ Ապորինի բանով, այդ յարլիկով, ինքը չի էլ հասկանում, որ այս հայտարարությունները, որ ներքին լսարանի համար անում է, իրան ոչ լեգիտիմության փոստ են գցում ամբողջ աշխարհի համար։ Ինքը դառնում է գործիք մաքուր, որին օգտագործելու են այս կամպրոմատները դեմ տալով, որի մաս իդեպ իր հայտարարությունները։ Սա օգտագործելու են ու արդեն տեսնում եք Ադրբեջանից Թուրքիայից ինչ հայտարարություններ։ Հետևաբար, հիմա սպասելիք մի ունեցեք, ինչ կարացել է Նիկոլ Փաշինյանը մխտռելու իմաստով առավելագույնը արել է այս ընտրությունների արդեն։ Հենց ինքը համ կեղծելով, համ հետո գնահատականներ տալով Սահմանադրական դատարանը, սա միակ սահմանադրական դատարանն է երկրի պատմության մեջ, որի բոլոր անդամները գործող իշխանության օրոք են նշանակվում։ Հա,
Սերժ Սարգսյանի օրոք Սահմանադրական դատարանում մարդիկ կային, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էին նշանակվել, Ռոբերտ Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոք մարդիկ կային, որ բանի օրոք էին նշանակվել, Լևոն Տեր-Պետրոսյանի։ Սա միակ Սահմանադրական դատարանն է, որի բոլոր անդամները անխտիր նշանակվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին։ Մենակ Դիլանյանն այն անցումային փուլում եղել, երբ որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր, բայց հələ 2017-ին ձևավորված խորհրդարանն էր գործում։ Հա, ուրեմն նույնքան ուսապարկ են այս Սահմանադրական դատարանում, որքան ԿՀ-ում։ Կարող է Հովակիմյան Վահագի պես պրովինցիալ չեն։ Մի քիչ խուճուճ իրավաբանության պետք է եղցիկները փաթեթավորեն։ Հա, ասենք օրինակ Սեդա Սաֆարյանը։ Դե Սեդա Սաֆարյանը թարապես վարույթից պիեռացվի այս գործի։ Որովհետև հայց է ներկայացրել բողոքի նաև հանուն հանրապետության կուսակցությունը 2000 Արման Բաբաջանյանի, որի ցուցակի 3-րդ համարն այնք է եղել 2021 թվականին։ Ինքը սուբյեկտիվ կողմ է։ Այն երկու դատավորի պես ինքը էլ չասեն, որ ընտանիքի անդամը ամենամեծ խոսափողներից մեկն է իշխանության ռոպագանդայի եղբայրը։ Իհարկե։ Հա, հետևաբար Սահմանադրական դատարանից մեծ սպասում մի ունեցեք։ Թեև Հայաստանի Սահմանադրական դատարանի պատմության մեջ մի հատ ինցիդենտ ա եղել, եկեք լրիվ չբացառենք, որ նման մի բան կարող է հիմա լինի։ Հիշում եք 2003 թվականին Սահմանադրական դատարանի ընդդիմության հայցը մերժեց, բայց իր քաղաքական ճգնաժամի ինստիտուցիոնալ գործիք ստեղծեց, պարտադրելով իշխանությանը 1 տարի հետո վստահության հանրաքվե անցկացնել։ Հիշում եք անշուշտ է, հետո դարանը 2004-ի զարգացում։ Հիմա տեսականորեն եկեք չբացառենք, որ այս բոլոր գործոնները կարող է ազդել ՍԴ-ի վրա։ Մի հատ տենց ական որոշման մեջ չեմ բացառում։ Բայց մեծ սպասելիք չունեմ։ Եվ ՍԴ-ն դառնալու է Վահագն Հովակիմյան։ Պարոն Սուրանյանց, Ադրբեջանից, Թուրքիայից հնչում են արդեն հայտարարություններ, հստակ պահանջներ, Թուրքիայից Էրդողանի դաշնակից կուսակցության ղեկավարը հայտարարում է, որ ուղիղ ենք ասում, անուններով պետք է կոչենք իրերը, Զանգեզուրի միջանցքը դա Թուրանն է եւ պետք է թուրքական աշխարհը միավորվի եւ եթե Հայաստանը դիմադրի, մենք հետևանքներ կունենա։ Ադրբեջանից հայտարարում են, իդեպ Ադրբեջանից ասում են ընտրություններից հետո ամենաբարձրաստիճան պաշտոնյան առաջին, որ այցելեց, դա Հաջիևն էր, որ եկավ Դիլիջան, էլ իրենք ասում են, այդպես են ներկայացնում, հա։ Նրանք արդեն հստակ բաց խոսում են 300,000 եւ ավելի ադրբեջանցիների վերադարձի մասին, այդ համաժողովը որ տեղի ունեցավ, հա, արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ելույթներն են հիշում, այդ շինծու կազմակերպության հստակ պահանջները դնում են, հա, հիմա ոնց որ կրքերը սրվում են, Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունները հաշվի առեք, TRIP-ի հետ կապված հայտարարությունները, այսինքն մենք մտանք շատ ավելի վտանգավոր տուրբուլենտության շրջան։ Ինչ է լինելու այստեղ մի կողմից երկիրը այս հեղեղուկ վիճակում, անկայուն վիճակում, երկրի ներսում խառը վիճակ, մի կողմից դրսից այս մարտահրավերները, ինչ է լինելու, ինչ հետևանք է լինելու, իդեպ Նիկոլ Փաշինյանը մի բան ճիշտ էր ասում այս ընթացքում, որ Հայաստանում չպետք է լինի իշխանություն, որը ենթարկվում է, հա, դրսին, ինքը ճիշտ է ասում, ուրիշ տեղից է կառավարվում, իր մասին շատ ճիշտ բան ասում, հստակ շատ ճիշտ բան ասում, մնում հետևություն անենք, բայց այս տուրբուլենտության շրջանում, երբ որ ներսում էլ անկայուն վիճակ, ներսում անդադ հիստերիկ, լարված, այս բռնեմ, դատեմ, կզոցնեմ, դավա եղեք, չգիտեմ, ես կանեմ, մենք կանեմ այս հետապնդումները, հա, ու պարակտված այս վիճակը ու մեր մարտահրավերները նայեք, մեզ ինչ է սպասվում։ Նախ Պլյուս դրան Ռուսաստանի դեմ պատերազմը, արգելափակումները, հայկական ապրանքատեսակների արգելափակումները ռուսական շուկայում, այսինքն մենք տնտեսական առումով էլ, հա, այսպես ասած, ուղղակի
խորը անկման մեջ ենք։ Նախ այդ Հաջիևի այցին շատ հետաքրքիր բան հիշեցրեց ժամանակին, երբ որ հատկապես 80-ականներին, երբ որ տուրբուլենտությունը արդեն կար, երբ որ սովետական Հայաստանում ինչ-որ ցնցումներ կամ շրջադարձային իրադարձություններ էին տեղի ունենում, Մոսկվայում մտահոգություններ էին ունենում, Մոսկվայի շատ կարևոր պաշտոնյա այցելում էր Հայաստան, տեղում իրավիճակին ծանոթանալու համար կամ ցույցումներ տալու համար։ Հիշում եք երևի այդ ոչ այնքան վաղ անցյալի մեր իրականությունը։ Հիմա Մոսկվային փոխարինել է Բաքուն։ Բաքուն է Սմատրիաշին եւ հենց Հաջիևը։ Ցնցումներ ա եղել, բան ա եղել, ընտրություններ, իրանց սպասված արդյունքը չեն ստացել, Սմատրիաշին եկել է իրանց նշանակած իրանց վասալից ճշտելու իրավիճակ առաջի ձեռքից։ Շատ, այսինքն մենք բանը, մեր նշաձողը նույնիսկ այդ հարցում ա իջել։ Իրա բառով ասեմ, հա, եթե առաջ մարկանց ինքը մեղադրում էր, որ Մոսկվայում են կոշիկներ լիզում, հիմա ինքը լիզում է Ալիևի եւ նրա Նազիրբեզիների կոշիկները։ Ու դա էլ հպարտությամբ ներկայացնում է որպես ինքնիշխանություն։ Այդ ադրբեջանական պրոտեկտորատ է, առաջին ադրբեջանից պիտի գային, որտեղից պիտի գային, ուրիշ տեղից չեն գալու, եթե դու ադրբեջանական ենթապետություն ես, ընդերից է պիտի գան, սա մեկ։ Երկրորդը, այս ով որ Նիկոլ Փաշինյանի ձայն է տվել, վախի տակ, ահաբեկման տակ, ինֆորմացիոն տերորի տակ, պարտադրված թե մի հատ շատ փոքր խումբ ինքնակամ, իրանք ձայն են տվել հայ-ռուսական պատերազմին, տնտեսական պատերազմին։ Կամա թե ակամա, հասկանալով թե չհասկանալով, իրենք ձայն են տվել մի նոր պատերազմի, որը հիմա մենք որի ականատեսն ենք հայ-ռուսական հարաբերություններում։ Դա է տարբերություն կամ 2020 թվականի այդ 44 օրյա պատերազմի, այսինքն տարբերություն Նիկոլ Փաշինյանի առաջի արկածախնդրության շատ ավելի ծանր հետևանքով է վերջանալու Հայաստանի համար, շատ ավելի ծանր հետևանքով, որովհետև նման արկածախնդրության գինը առանց չափազանցության կարող դառնա պետականության կորուստը մեր։ Մեզ ինչ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ է լինում, ինձ չի հետաքրում ինքը որտեղ կլինի, ինչ պետության, մեր պետության, այս Նիկոլ Փաշինյանը իր ճակատագիրը ինձ ընդհանրապես չի հետաքրում։ Մանավանդ ես վստահ եմ ինքը որտեղ է լինելու վերջում, բացարձակապես իր ճակատագիրը չի ուզում։ Հիմա այդ մարտիկ քվեն տվել այդ կուրսին։ Նիկոլ Փաշինյանի դարի արկածախնդրությանն են քվեարկել։ Այդ դարի արկածախնդրությունը Հայաստանը ռուսական ուղեցրից դուրս բերելն է։ Դա հիմա այսօր օրինակ ՀԱՊԿ-ում արդեն հայտարարել են, որ Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ քննարկվելու է կազմակերպության։ Մեզ յատմիցել են դուրս թողնելու։ Ընդհանրապես ես ասել եմ, սա առաջին ընտրություններն է, որը դե յուրե գուցե չճանաչվի այդպես էլ, որի լեգիտիմությունը Մոսկվայի կողմից։ Դե ֆակտո գուցե ճանաչեն։ Դա հիմա գիտեք ինք Նիկոլ Փաշինյանը նաև ինչ ասում, շատ կարևոր բան կար, նախորդ երկու հարց առաջ մոռաց ասեք։ Նիկոլ Փաշինյանը նաև խնդիր ունի ռուսամետ ընդդիմության էս իրանց տերմինոլոգիայով ռուսամետ ընդդիմության առաջնորդներին գլխատելու, որովհետեւ Պուտինի փաստի առաջ կանգնացնի, ասի մեկը այլ գործընկեր չունես, ուզես չուզես իմ հետ ինչ-որ բան պիտի բարիշես, նաև այս նպատակով անդիմությանը ճնշում, ստավկեքը բարձրացնում է, էլի։ Հիմա տեսեք, դե յուրե գուցե Ռուսաստանը այս ընտրությունների արդյունքները նույնիսկ չճանաչի, դե ֆակտո ճանաչեն, այսինքն հայ-ռուսական հարաբերությունները մի այնպիսի մակարդակի գահավիժ են, որ այս տուրբուլենտությունը անդադ ուղեկից լինի, սա վերջանալու է շատ պարզ տրամաբանական ավարտով, Թուրքիան, Ադրբեջանը հիմա կկոշտացնեն իրենց դիրքորոշումը, որովհետև մի կողմից հայ-ռուսական հարաբերություններում անտանելի տեսանելի վակուում կա, որ իրանք հավակնում են լցնել շատ արագ։ Մյուս կողմից իրանք վախենում են, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների համաձայնությունները կարող են ամիսների ընթացքում ինստիտուցիոնալ դառնալ, միջանցքային տրամաբանությունը չեզոքացվի։ Դրա համար առաջիկա 4-5 ամիսների սպասեք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այս պատուհանը քանի բացված է, առավելագույն ճնշում են գործադրելու Հայաստանի վրա։ Այդ Օրդուբադի փառատոնն էլ է դրա համար վերադարձ, այսօր իմիջիայլոց կարծեմ կոնգրեսում
կոնգրեսի շենքում լսումներ է տեղի ունենալու ադրբեջանական վերադարձի թեմայով, տեսնում եք ուր են հասել արդեն։ Այսինքն այս բոլոր ճնշումները դրա համար են մարդիկ, որ ասում են Նիկոլ Փաշինյանը, շատ ուժեղ է, 5 տարի էլ ոչինչ չեք կարող անել եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը կանգնած է շատ բարդ լուծումների առաջ։ Ինձ էլ իր ճակատագիրը չի հետաքրքրում։ Բայց ինքը համ իրան տարավ փակուղի, համ իր իշխանությունը, համ երկիրը։ Եվ մենք իսկապես կանգնելու ենք, այդ թոմես չոգևորի, որ ինչ-որ պատճառներով թրիփը կարող է չեղարկվի։ Այդ Թուրքիայում էլ են հասկացել, դրա համար ձեր ասած հայտարարություն են անում։ Ասում են, եթե նույնիսկ թրիփը արանքից դուրս գա, Միացյալ Նահանգներ Իրան, ենթադրենք հաշտվում են թրիփի անհրաժեշտությունը վերանում է, չէ՞։ Ասում են հույս չունենաք, որ մեր պահանջների տակից պլստալու եք։ Հիմա դրա համար ամենավտանգավոր սցենարներ կարող են մեր դրանը չոքել։ Իհարկե տեսականորեն մի հատ փոքր պատուհան էլ կա դրական, դա այնա որ Միացյալ Նահանգները Իրանը ընդհանուր հայտարարի կան, այդ ընդհանուր համաձայնությունների ծիրում նաև Ռուսաստանը լինի եւ ինչ-որ ռիսկեր չեզոքացվեն Հայաստանի համար, բայց նախ դու չունես այն իշխանությունը, որ կարողանա դրանից օգտվել։ Երկրորդը ամեն օր արտաքին տերերը Նիկոլ Փաշինյանի նրան մղում են նոր արկածախնդիր։ Դե տեսեք, ՀԱՊԿ նաև օրինակ զգուշացրել է մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլիևը բավական լուրջ զգուշացում է արել, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի անվտանգության ապահովման հետ կապված ԱՄՆ ծրագրերը, ինչպես նաև Հայաստանը իր ռազմական կառույցներում ներգրավելու Եվրոպական միության մտադրությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման։ Նույն բանն է ես ասում։ Այսինքն ռիսկերը աճում են։ Ընկինն է գալու Եվրամիության հանձնաժողովի նախագահը Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այսօր էլի գալու է ու Ադրբեջանա գնալու հետո։ Կամ հակառակը։ Հա։ Որ նրանց լուրջ օրակարգ ունեն, քեզ որպես սատելիտ օգտագործում են հակառուսական ֆորպոստ, այսինքն ռուսների դեմ կներեք են քսի տալու ֆունկցիա են կովրա կախե, այդ բոլոր Մոսկվայում նկատում են։ Արմեն Գրիգորյանը այսօր մասնակցում է Լեհաստանում տեղի ունեցող այդ Ուկրաինայի վերակառուցման խնդիրներով համաժողովին։ Հա, կանգնում են Ուկրաինա։ Քիթը խոթում ես մի հատեղ, որում Ռուսաստանի համար ճշտամական ճամբարում։ Հա, այս բոլորը բերելու է շատ լուրջ կռախի։ Ես այդ եմ էլի ուզում ասեմ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հունիսի 7-ին կրակել է իր ոտին։ Ինքը լեգիտիմություն չունեցող, լեգիտիմությունից կախ քաղաքական առումով խոցելի իշխանություն է։ Թույլ այս իշխանությունը արդեն իր կառուցվածքով լրիվ օտարի գործիք է Հայաստանի դեմ։ Եթե միջև այդ ինքը անդադ 21 թվի մանդատի մասին էր խոսում, ու մի քիչ տեղ ուներ խոսալ մանդատ եմ ստացել։ Հիմա ինքը լրիվ դարել է օտարերկրյա մեխանիզմ։ Էլ մենք Նիկոլ Փաշինյան անունով ղեկավար չունենք, ինքը օտարերկրյա մեխանիզմ է այս երկրի դեմ։ Վերածվել է մեխանիզմի, կարծեմ Սամվել Կարապետյանն էր այդ մասին է նոր ասում, ձեզ տված հարցազրույցում։ Լրիվ այդ վիճակն է դարձել եւ սա Հայաստանի դեմ էքսպանսիայի գործիք է դարձել Նիկոլ Փաշինյանը։ Այդ գործիքը օգտագործելու են միջև մաշացնելը։ Ընդդիմության խնդիրը պետք է լինի ներսում այդ գործիքի ռեպրեսիվ մեքենան մաշացնելը, որպեսզի իշխանության փլուզման պահին մենք պատրաստի լուծումներ ունենանք։ Այսինքն շատ կարևոր է, որ երկրի փլուզումից առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փլուզվի, որ երկիրը պահպանվի։ Խնդիրը էսա։ Շնորհակալ եմ, պարոն Սունյանց, հետաքրքիր շարժառույցի համար, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ իմ զրուցակիցներ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը կհանդիպենք, հաջողություն ձեզ։ Thank you.